Խոսքը, որ այսօր պիտի ձեզ ներկայացնեմ, վերնագրել եմ այսպես Հիսուս Քրիստոս մարդը։ Նախ մենք տեսնում ենք, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է Աստծո, մարդու ծագման պատմությունը։ Այսօր աշխարհի մեջ տարբեր սխալ, սուտ, անգամ դիվական տեսություններ կան, որ իբր թե ներկայացնում են մարդու ծագումը։ Այն շատ տարածված է էվոլյուցիոն տեսությունը, չէ՞, կամ աշճանական զարգացման, դարվինիզմ, որը խոսում է, որ մարդը պատահական մի էակ է, որ ինչ որ փոքր, ասենք ասած, դասի կյանքից, միաբջջությունից աճել է, հասել այն բանին, զարգացել է, իբր թե մարդ է ստեղծ եղել։ Բայց իրականության մեջ Սուրբ Գիրքը, որ ներկայացնում է Աստծո ասենց ճշմարտությունը, սա է ասում, որ մարդուն ստեղծել է Աստված։ Մարդը աստվածային ծագում ունի։ Ու զարմանում ես մարդու վրա, որ Աստված իրան փառավորում է սրանով, որ ասում է ես եմ քեզ ստեղծել։ Երկնքի երկրի, ասենց ասած, մի հատուկ մեծ բարձրյալ միակ Աստված ասում է քո ստեղծողը ես եմ։ Մարդը հոժարում է, որ ինքը անասունից, կապիկից սերված մեկն է։ Ցավալի է, որ մարդը այդպես իրեն գցում է։ Բայց սա հենց մեղքի թողած ազդեցությունն է, որ մարդը խավարած մտքով է։ Նա լույս չունի իր մտքի մեջ, որ հասկանա ճշմարտությունը։ Աստված էլ լույս է, Աստծո խոսքն էլ մեզ համար լույս է։ Եվ մենք գիտենք, Աստված մարդուն ստեղծեց, ասում է, իր պատկերով եւ իր նմանությունով։ Եվ այդ ստեղծելու մեջ Աստված մարդուն, ասենք ասած, եւ մարմին տվեց, Աստված մարդուն տվեց նաև ներքնաշխարհ էություն եւ բնույթ։ Եվ գրված է, որ մարմինը հողու փոշուց պատրաստեց, իսկ մարդու բնույթը ստեղծվեց, ձեռք բերվեց ավելի ճիշտ, կայացավ Աստծո շնչից։ Աստված այդ հողու փոշուց պատրաստված մարդու քթանցքներից, ասում է, ինչ արեց, ռնգաց մեջ կենթանության շունչ փչեց, այսինքն իր մեջ եղած կյանքը Աստված տեղափոխեց մարդու մեջ։ Աստծո մեջ եղած կյանքը դառավ մարդու ապրելու աղբյուրը, կյանք տվողը։ Եվ այդ անշունչը հողու փոշուց կառույցը դառավ կենթանի, ապրող մարդ, անձնավորություն։ Եվ հենց Աստծո պատկերը հենց դրա պատճառով ձեռք բերվեց, որ հենց Աստծո շունչ նրա մեջ մտավ, ոչ թե մի այլ բան, Աստծո կյանքի աղբյուր դրվեց, Աստծո բնույթը նրա մեջ հաստատվեց։ Եվ դրա պատճառով այն սկզբնական ստեղծված մարդը, Ադամը, որի անունը Ադամ էր, ինքը եղավ Աստծո պատկերով ու նմանությունով։ Եվ դրա մեջ կասա, որ նա ինչպիսին որ Աստված իր բնույթով էր, նույնատիպ բնույթ ձեռք բերեց մարդը։ Աստված սուրբ էր, մարդն էլ դառավ սուրբ։ Աստված բարի էր, մարդը եղավ բարի։ Տեսնում ենք, որ այդ մարդը Աստծո կյանք ստանալով ինքը դարձավ մեկը, որ կարող էր Աստծուն պիտանի լիներ, որտեղ Աստված իր համար պիտանի մարդ ստեղծեց, իր համար ստեղծեց մարդը։ Այսինքն պիտանի լիներ, դա նշանակում է նա կարող էր լսել, հասկանալ եւ կատարել Աստծո կամքը։ Նա այդ կարողությունը, զորությունը, վիճակը ուներ։ Տեսնում ենք, նա իմաստուն էր։ Աստված նրան հանձնարարություն էր տալիս, ինքը կարողանում էր այդ հանձնարարությունը իրականացնել։ Տեսնում ենք, այդ մարդը, Ադամը, ասենց իր իմաստությունը անգամ այն բաների մեջ էր բավարարում, որ ինքը գիտակցում էր իր եւ կենթանիների, մնացած կենթանիների տարբերությունը։ Երբ որ Աստված թույլ տվեց, որ Ադամը անուններ դնի կենթանիներին, որտեղ նա պիտի բոլոր կենթանիների վրա իշխեր եւ ղեկավարեր ու կազմակերպեր նրանց ընթացքը, նա էր իշխանը, Աստված Ադամը դրեց բոլորի վրա անուններ եւ ասում է իրան նման հարմար մի օգնական նա դրանց միջից չգտավ, այսինքն չեղավ որ մեկին տեսներ, ասա ահա այս սրա հետ ես կարամ որպես ասենք ասած կյանք ունեցող միասնական կյանք ապրենք։ Բայց երբ որ ասում է ստեղծեց Աստված Եվային Ադամի ոսկորից, ինչ է ասում, երբ որ ինքը արթնացավ այդ խորը քնից, որտեղ քուն էր բերել Աստված, որպեսզի դա կատարի, նա տեսավ Եվային, ասեց ահա մարմին իմ մարմնից, այսինքն իմ նման մարմին, իմ նման ոսկոր, բոլորովին իմ նման։ Իսկ այն կենդաններին որ տեսավ, չասեց ոչ մեկին, ահա իմ նման մեկ, օրինակ կապիկը, որ գուցե կառուցվածքով շատ բաներով նման է մարդուն, չասեց ահա իմ նման մեկը, բեր իրար հետ ապրենք։
Չէ, բայց կնոջը ասեց, ահա մարմին իմ մարմնից եւ ոսկոր իմ ոսկորից, եւ նրանք կկոչեն կին։ Այսինքն նա այդքան իմաստություն ուներ, հասկանում եք, այդքան ցույց լուսավորված միտք ուներ, որ տեսնելով հասկանում է, ով է։ Այսպիսին էր Ադամը նոր ոնց ասած Աստծո ձեռքով ստեղծված։ Եվ հիշեք, որ Աստծո ստեղծագործությունը երբ որ իրականացավ, Սուրբ Գիրքը ասում է, երբ որ ստեղծեց, ասեց, եղբայրն էլ հիշեցրեց, ամեն բան ինչ է, բարի է։ Հետո երկրորդ անգամ կրկնում է, ամեն բան շատ բարի է։ Այսինքն հենց այդ մարդն էլ բարի էր, ինչպես ասեցի, լուսավորված, Աստծո կամքը կատարելու կարողությամբ օժտված եւ մաքուր, այսինքն սուրբ։ Բայց հետո ինչ կատարվեց, մարդը մեղ գործեց։ Մեղքով մահը մտավ մարդու մեջ։ Մահը դա կյանքի բացակայությունն է, այսինքն որտեղ կյանք կա, նա վերափոխում է մահվան, փչացնում է կյանքը եւ հաստատում է իր իշխանությունը, իր զորությունը։ Մահ, այսինքն կյանք չկա, զրո։ Եվ տեսնում ենք, այն ինչ որ կյանք էր մարդու մեջ, դա վերացավ։ Այսինքն, եթե Աստծո շնչով էր, կյանքով էր իր մեջ կյանքը, ինքը զրկվեց աստվածային շնչից կամ աստվածային բնությունից։ Ինքը դառավ, եթե սուրբ էր, ինքը դառավ մեղավոր մեկը, մեղ գործող մեկը։ Ինքը ստացավ մի բնություն, բնույթ, իր բնույթը փոխվեց։ Եթե առաջ իր ցանկությունները, ասենց ասած, ուզածը, ձգտածը, մտածածը դեպի բարիներ, դեպի սուրբներ, դեպի լավներ, տենց էր ինքը։ Հիմա մեղք գործելուց հետո նա դառավ մեղանչական, այսինքն բնույթ ունեցող, այսինքն մարդը իր ցանկություններով, մտքերով, գաղափարներով, ձգտումներով, հակումներով, ինչի է ձգտում իր ներսը, ինչն է հավանում իր էությունը, այդ էությունը դեպի չար դառավ, չար բաներ սիրող, հավանող, ձգտող, անող, բարին ատող, բարին մերժող։ Եվ անգամ Սուրբ Գիրքը բացահայտում է հետևյալ իրողությունը. ոչ մի բարի բան մարդու մեջ չմնաց, ոչ մի բարի բան չկա։ Հենց տարբեր տեղերում Սուրբ Գիրքը դա ասում է, որ մարդը մեղ գործած մարդը արդեն դարձավ այդպիսին։ Եվ նաև Սուրբ Գիրքը ներկայացնում է, նա եթե ընդունակ էր այն սկզբնական ստեղծված մարդը արդարություն գործելու, ապա մեղ գործածը անկարող է արդարություն գործել։ Նա չի կարող իրեն պահել արդարության մեջ։ Նա անպայման մեղ կա գործում, չարություն անում։ Սուրբ Գիրքը անգամ ասենց ասում, ոչ թե մենակ չի կարող, այլ չի էլ ուզում, որտեղ իր սիրտը դրա ոնց որ հավանած չի էդի։ Իր սիրտը, իր ցանկությունները դեպի վատ բաներն են։ Իրան է դա ձգում։ Եվ նաև խոսում է, որ այո, խավարած մարդու միտքը։ Այսինքն, եթե առաջ լուսավոր էր, գիտակցում էր ճշմարտություն իրականությունը եւ, ասենք, ըստ դրա գործում էր, հիմա խավարած մտքով է։ Այսինքն, լիք ճշմարտությունը ինքը չի կարող ընկալել, իր միտքը խավար է, լույս չկա այդ մտքի մեջ։ Որոնց այս երկու վիճակը ստեղծվեց։ Եվ կարելի ասել վիճակով կամ բնույթով կարելի է զանազանել երկու տեսակ մարդ։ Սկզբնական ստեղծված Ադամը, որ իր վիճակով բնույթով ասեցինք, չէ, ինչպիսին էր, բարի, սուրբ, իմաստուն, արդարություն կատարելու կարող, չէ, պիտանի Աստծո համար։ Եվ երկրորդ վիճակ, մեղ գործած մարդը արդեն, ադամականը, Ադամից ծնված, եւ ասեմ, այդ Ադամի մեջ մենակ այդ փոփոխությունը չեղավ, մեղքի վարձքը, որ մահեր, դա մտավ սերնդե սերունդ ամբողջ մարդկության մեջ, բոլոր ծնվածները, մարդուս ծնվածները դարձան այդ մեղ գործած Ադամի նման։ Այսինքն ինչպես որ թվարկեց, նա արդեն մեղավոր, մեղանչական դեպի մեղք իր կյանքը, մեղանչական բնությունով, էլ բարի չէր, չար իր խորհուրդներով, ցանկություններով, ձգտումներով, պիտանի չէր էլ Աստծո համար որևէ արդարություն գործելու, չէր կարող եւ անպիտան մեկն էր, անպետք մեկը։ Ոչ մեկ Աստծո համար մի բան չէր կարող Աստծո կամք կատարել, ոչ մի մարդ, ոչ մի ադամական։ Եվ խավարած մտքով ոչ մի իմաստություն չուներ, ինչ որ անում էր, ըստ իրան ինքը իմաստուն է, բայց հիմարություն էր ու ապստամբություն ու չարություն ու վատությունը հենց իր դեմ, մարդու դեմ։ Այսպիսի երկու տեսակ մարդ, երկու վիճակի լավ ասեմ, երկու բնույթով։
Հիմա մենք տեսնում ենք, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է մարդը մեղ գործելուց հետո փրկության կարիք առաջացավ, որտեղ նա անգամ մահվան իշխանության մեջ, հավիտենական դատաստանի տակ, նրան պետք էր փրկիչ, սկզբնական վիճակի մեջ, երբ որ Աստված ստեղծել էր, չկար մահ նրա համար, չկար փրկության կարիք, չկար վտանգ, մահվան վտանգ, չկար փրկության կարիք, եւ որպեսզի մարդկությանը Աստված, որ սիրում է մարդուն փրկի, Սուրբ Գիրքը ասում է, որ իր որդուն, Աստվածային եռամիասյան անձերից մեկը, Աստծո որդուն Հայր Աստված ուղարկեց աշխարհ։ Եվ Քրիստոսը մարդացավ, դառավ մարդ։ Աստված էր, մարդ դառավ, բայց հոգով մնաց երկրպագություն ընդունող Աստված, բայց նա մարդ դառավ։ Եվ ինչու պիտի դառնա, Սուրբ Գիրքը հստակ ասում է, փրկիչը պիտի մարդ լիներ։ Ասում է, այսպես ասում Հռոմեացիս 5-րդ գլխում, ասում է, ինչպես որ մեկ մարդու ձեռքով մահը մտավ աշխարհ եւ մահը տարածվեց բոլորի վրա։ Մեկ մարդու ձեռքով հասկացանք Ադամով եղավ։ Այնպես էլ մարդու ձեռով պիտի ինչ լինի, ասում է, կյանքը պիտի թագավորի։ Հիսուս Քրիստոսի ձեռքով, այսինքն մարդը պիտի բերի այդ կյանքի թագավորությունը։ Կամ ասում է, ինչպես որ մեկ մարդու ձեռքով Հռոմեացիս 5-ում ասում, բոլորս ասենց ասած մեղավորներ եղանք, մեղանչական բնություն ունեցանք եւ մեղքեր գործեցինք, այնպես էլ մեկ մարդու ձեռքով արդարությունը պիտի թագավորի, որ մենք կարողանանք արդեն մեղք չգործել, արդար ապրել։ Կամ ուրիշտեղ առաջ Կորինթացիս 15-ում ասում է, ինչպես որ մեկ մարդու ձեռքով մահը մտավ աշխարհ, այնպես էլ մեկ մարդու ձեռքով ասում է հարություն պիտի լինի։ Մահ եւ մահվանից ինչ հարություն, ասում է Հիսուս Քրիստոս մարդով։ Մեկ ուրիշ տեղ խոսում է մարդու Աստծո միջև թշնամությունը վերացնողը, մարդուն Աստծո հետ հաշտեցնողը, որտեղ մարդը որ մեղ կա գործում, դրա մասին շատ ենք խոսացել, որ դա նաեւ ապստամբությունը Աստծո դեմ։ Շատ ժամանակ գուցե ինքը չի էլ հասկանում ու մտադրված չի ապստամբություն անել, բայց ապստամբում է։ Որտեղ Աստված ասել է, այսիշ բանը մի արի, մի արա, այս չարությունը մի արա, անիրավությունը մի արա, մարդը ասենք ասած հեչ հաշվի չի առնում էլի, ու անում է։ Իսկ ապստամբությունը, ով մարդ դու ես, դու ստեղծած ես, դու Աստծո ստեղծած ես, դու Աստծո համար ես, դու Աստծո իշխանության տակ ես, դու քո ասենք ասած վրա իշխողին չես լսում, այսինքն ապստամբ սիրտ, եւ բարկացնում է Աստծուն, եւ թշնամություն կար Աստծո մարդու միջև, եւ էս Սուրբ Գիրքը ասում օրինակի համար առաջի Հովանու 2-րդ գլխում են սկզբից ասում է բանը միջնորդը Աստծո եւ մարդու միջև Հիսուս Քրիստոս մարդն է, հենց դες ներկայացնում է մարդ, ճիշտ է Հիսուս Քրիստոսը նաեւ մարդ լինելով չդադարեց Աստծո որդի լինելը, նկատի ունեմ Աստծուց ծնված եւ Աստված, Աստվածային, այո, հոգով էր, Աստված էր, բայց նաեւ մարդ է, լիարժեք, ամբողջական կատարյալ մարդ, եւ ասում է մարդով պիտի հաղթությունը լինի, այսինքն իրավունքը էս է, եթե պարտվել է մարդը, իրավացի է, ճիշտ է Աստծո մոտ, էս է ճիշտ համարում, պիտի մարդը հաղթի, որ հաղթություն համարվի ամբողջ մարդկության համար։ Կարար չէ, ասեք մարդը չաներ, օրինակի համար, ինչ ասեմ, մեկ ուրիշ, ասել լավ, մեկ զորավորին ուղարկեմ, թող մարդկության համար հոգս քաշի, այսինքն նրանց բոլոր այդ թշնամիներին հաղթի, ազատի մարդուն, չէ, մարդը պիտի հաղթի։ Ինչպես մարդով ասում եմ, մահը մտավ, այնպես էլ մարդով պիտի հարությունը լինի, այսինքն մահվանից վերակենդանանալը, նորից կյանքի մեջ հաստատվելը։ Անհաշտություն կար Աստծո եւ մարդու միջև։ Մարդ պետք է նրանց միջև կանգնի, որպեսզի հաշտեցնի, ասում է, ձեր միջնորդը Աստծո եւ ձեր միջև, որ միջնորդում է ձեզ համար, որ Աստված ձեզ ընդունի, ասում է Հիսուս Քրիստոս մարդն է։ Այսինքն մարդ լինելը կարևոր է, եթե հանկարծ մեկը չընդունի, որ Հիսուս Քրիստոսը ամբողջական կատարյալ լրիվ մարդ է եղել, որ եկավ, մարդացավ, այսինքն դառավ մարդ կույսից ծնվելով, ապա ինքը փրկություն չունի։ Ոմանք մտածում են, որ եթե մարդացավ, ուրեմն վերջացավ, պղծվեց։ Դրա համար չեն կարող այդ միտքը վերցնել ու մտածում են, չէ, չի կարա դες բան լինի։ Հիսուս Քրիստոսը Աստված է մենակ, մարդ չի։ Ոնց մարդ չի, մարդ է, Սուրբ Գիրքն է ասում։ Եվ եթե չլինի, ուրեմն փրկություն էլ չկա մարդում։ Որտե մարդով պիտի լիներ փրկությունը։ Աստված, որ մարդացավ։ Եվ կուզեմ
Նաև այս հարցը տամ, ինչու sense խորքից եկա։ Լավ, եթե կա երկու վիճակի, երկու բնույթի մարդիկ, չէ՞, ներկայացեցինք Ադամ, որ դեռ չէր մեղանչել, եւ Ադամ ու նրա սերունդը, որ արդեն մեղքով ապականվել էր։ Բնությունը փոխվել էր, ներքնաշխարհը փոխվել էր, հակումներն ու ձգտումները փոխվել են դեպի վատը։ Հիմա Հիսուս Քրիստոսը, որ եկավ, կույսից ծնվեց։ Որ տեսակի, ինչպիսի մարդ դառավ։ Այն Ադամը, որ մինչև մեղանչելն էր, այդպիսի մարդ, այդպիսի բնույթով, թե այն Ադամը, որ արդեն մեղանչել էր, այդպիսի մարդ, այդպիսի բնույթով։ Իհարկե մենք դի սուր գրքին նայենք, եթե ենթադրություն անենք, կարող շատ մեծ մեղքով մեղանչենք, որովհետև խոսքը վերաբերում է Քրիստոսին առաջի հերթին, Աստծուն, որը մարդացավ։ Եվ ես կուզեմ ուշադրություն դարձնենք, ես ներկայացրեցի կարելի ասել մի քիչ մանրամասնով, որ հասկանալի լիներ հետագա խոսքս, որ պիտի բերես ներկայացնեմ։ Դες իհարկե ներկայացեցի այն ոնց որ ասած կարևոր բնութագրերը, կողմերը, որ այն առաջի Ադամի, այսինքն նոր լերևս չմեղանչած ստեղծված Ադամի եւ հետո մեղանչած Ադամի վրա կար։ Հիմա տեսնենք, որ բնութագիրն է ներկայացում Հիսուս Քրիստոս մարդուն։ Առաջի Ադամի վերաբերվող բնութագրերն են Սուրբ Գիրքը ներկայացնում Հիսուսին որպես այդպեսին, թե երկրորդ, այսինքն կներեք երկրորդ չէ, մեղանչած արդեն։ Եվ ես կուզեմ, որպեսզի մի քանի Սուրբ գրային, ասենք վկայություններ բերեմ, շատ են վկայությունները, ես մի քանիսը պիտի դες համար ասեմ, որ ժամանակ դել խնայենք։ Նախ առաջի հերթին հիշենք հետևյալ իրողությունը։ Տեսեք, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը հենց իր մասին էր խոսում, իր մասին էս վկայություններ տալիս շատ տեղերում։ Դուք էլ որ կարդացել եք, կհաստատեք։ Մարդու որդի, չէ՞ այսպես էր իր մասին ասում։ Բազմաթիվ տեղի, երբ որ մարդու որդին գա, երբ մարդու որդին սենց, մարդու որդին, ինքը իր մասին ասում էր մարդու որդի։ Օրինակ ձեր մեջ հեշտ հարց չի առաջացել, չի ասում մարդու որդի, չի ասում մարդ։ Մարդ, իր համար ասել մարդ, ոչ թե մարդու որդի։ Տեսեք, ես այստեղ կարևոր ասած բացահայտում կա։ Նայեք, բոլոր մարդկության միջից, բոլոր մարդկանցից միայն մեկը կա, որ մարդ է, բայց մարդու որդի չէ։ Ով է դա կարաք ասեք։ Այո, այն Ադամը, որ ստեղծվեց։ Ինքը մարդու որդի ինչ նշանակում նախ։ Մարդուս ծնված։ Մարդուս ծնված, բայց Ադամը մարդուս ծնված չէր, այն նոր ստեղծված Ադամը, չմեղանչած Ադամը։ Ինքը մարդուս ծնված չէր։ Ինքը չի կարա Ադամը իրան ասի մարդու որդի։ Ինքը մարդ է, բայց մարդու որդի չի։ Մնացածները բոլոր մարդկությունը մարդու որդիներ են, որտեղ նրանք անպայման ծնող ունեն, մարդուց են ծնվել, չէ՞։ Այսինքն հենց դրանով վերաբերում է Հիսուսը էսա ուզում ասի, երբ որ ես ոչ թե ուղակի կարար չէ, որից եմ ասում, ասել մարդ է, չէր սխալվի, բայց դրանով կարային տանեին, մեկացնեին այն Ադամ մարդու հետ, որ դեռ չէր մեղանչել, բայց երբ որ ասում է մարդու որդի, չես կարա տանես, մեկացնես այն չմեղանչած Ադամի հետ, որտեղ նա մարդու որդի չէր, այսինքն մարդուս ծնված, այսինքն ինքը խառնում է իրան սենց ամբողջ մարդկությանը, որոնք ծնունդ են ունեցել, ծնվել են, ես էլ նրանց նման մեկն եմ, ինչպես բոլոր մարդկանցից ծնվածները, իսկ բոլոր մարդկանցից ծնվածները Սուրբ Գիրքը ինչ է ասում, որ նրանք այն մեղանչած Ադամի նման են։ Ասում Ադամը բան արեց, ասա գիտեցավ իր կնոջը եւ ծնվեց իր որդին, եւ ասում է բան ասենք, ինչպիսին Ադամի պատկերով արդեն ոչ թե Աստծո։ Այսինքն նախ հենց այս խոսքն էլ է բացահայտում, որ Տեր Հիսուս Քրիստոսը մարդու բանը, այն սկզբնական, ոնց որ ասած, չմեղանչած Ադամի նման չէր, այլ այն մեղանչած Ադամի վիճակը ուներ, բնույթը ուներ, մարմինը ուներ, Աստված լինելով, այդպես ասած։ Մեկ ուրիշ կարևոր բան, որ ուշադրություն ենք դարձնում, տեսեք, երբ որ կարդում ենք Մատթեոս 19-րդ գլուխը 16-ից 17 խոսքերը, այս հատվածը շատ ենք կարդացել, ասում է, և ահա մեկը եկավ նրա մոտ,
մեկ ուրիշ տեղ ասում է մի երիտասարդ։ Եվ ասեց. «Բարի վարդապետ, ինչ բարի գործ գործեմ, որ հավիտենական կյանք ունենամ»։ Նա էլ ասեց նրան. «Ինչու ես ինձ բարի ասում, ոչ ոք է բարի, բայց միայն մեկը Աստված։ Իսկ եթե ոք կամենում ես կյանք մտներ, պահիր պատվիրանքները»։ Տեսեք, մարդը եկավ, դիմեց Հիսուսին, Տեր Հիսուս Քրիստոսին, ասեց. «Բարի վարդապետ», ու հարցը տվեց։ Տերը, տեսեք, ասեց. «Ինչու ես ինձ բարի ասում, ոչ ոք բարի չի, բացի ինչ ով Աստված»։ Մարդիկ կարող են մտածեն, Տեր ընդհանուր պատասխան տվեց, որ բոլորն էլ բարի չեն, բայց ես բարի եմ։ Չէ, խոսքը իրան էր վերաբերում, դաժե իրան ասեցին. «Դու բարի ես, բարի վարդապետ ես»։ Ինքը ասեց. «Խես ինձ բարի ասում, ոչ ոք բարի չես, ես էլ բարի չեմ»։ Որպես մարդ, նա այն մարդն էր, որ ինքը իր մասին վկայեց, իրան ասում էին բարի մարդ, ինքը ասեց. «Ես բարի մարդ չեմ, ոնց որ բոլոր մնացած մարդիկ, եթե բարին կա, մենակ ով է Աստված»։ Այսինքն, եթե դու բարի գործ ես տեսել իմ միջոցով, ապա ոչ թե ես որպես մարդ, իմ մարդկային կարողությունով որևէ բան անելով եմ այդ բարիքը արել, այլ որպես Աստված, որտեղ նա մարմնի մեջ նաև ինչ է, ով էր, Աստված էր։ Ինքը իր մասին վկայեց, հարցը իրան էր վերաբերում, իր անձին, իրան էին բնութագրում, դու բարի ես։ Ինքը ասեց. «Ես բարի չեմ»։ Ուշադրություն դասեք, եթե սկզբնական ստեղծված Ադամին ասեին դու բարի ես, Աստված ասեր դու բարի ես, ոնց ասում էր, կասեր ես բարի չեմ։ Չէր ասի։ Բայց երբ որ մեղանչես մարդը, Սուրբ Գիրքը հստակ ասում է, բարի չկա, մեկն էլ չկա, արդար չկա, մեկն էլ չկա։ Այսինքն արդեն հասկանում ես, Տեր Հիսուս Քրիստոսը դրանով իրեն մեկացրեց ոչ թե այն սկզբնական չմեղանչած Ադամի հետ, այլ արդեն մեղքի հետևանքով, ասենք ասած, փոխված Ադամի հետ։ Ես հենց այդպիսին եմ, ինչպես մնացածները, որպես մարդ, եթե բարի բան ես տեսել, որպես Աստված եմ ես իմ բարությունը արել։ Եթե եւ ոչ թե որպես մարդկային իմ կարողությունով։ Հիշեք, առաջի Ադամը կարող էր բարի բան անել, երկրորդ Ադամը արդեն չէր կարող։ Վերջացավ, մեղքի պատճառով անել չացավ այդ հնարավորությունը, ապականվեց։ Մեկ ուրիշ բան կուզեմ ասել ձեզ, Սուրբ Գրքից ներկայացնեմ, երբ որ կարդում ենք արդեն Եբրայեցիս նամակը, երկրորդ գլուխը, տեսնում ենք այնտեղ ասենք Աստծո խոսքը բացահայտում է կատարում, թե Տեր Հիսուս Քրիստոսը որ մարդու տեսակից էր կամ ինչպիսի բնույթով մարդ էր, ումն էր նման, այն առաջի չմեղանչած Ադամին իր բնույթով, իր ներքնաշխարհով, թե այս արդեն մեղանչած ադամականներին։ Եվ ներկայացվում է այսպիսի բան, 2:14-ից 17-ը կարդամ, ասում է. «Արդ որովհետև մանկուկովը վերևում ասում է, նրանք ում որ Քրիստոս պիտի փրկեր, մանկուկ արյունին եւ մարմնին մասնակից եղան»։ Նրանք ունեցան, ոնց որ ասած, մարմին ունեցան բնույթ, ունեին այդ մանկուկը, այդ փրկության կարիք ունեցողը։ Ինքն է շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ իր մահով խափանի մահի իշխանություն ունեցողին, սա այսինքն սատանային, եւ ազատի նրանց, որ մահի վախով իրենց բոլոր կյանքի մեջ ծառայության մեջ բռնված էին, որովհետեւ բնավ հրեշտակներին ձեռք չի տալիս, այլ Աբրահամի սերունդին է ձեռք տալիս։ Ուստի պետք էր նրան, որ բոլորովին եղբայրներին նմանվի, որ ողորմած լինի եւ հավատարիմ քահանապետ Աստվածակույս կողմանի, որ ժողովրդի մեղքերը քավի։ Տեսեք, այստեղ ասում է նրանք ումը որ ինքը պիտի փրկեր, ումը որ պիտի փրկեր, դրանց անունը դնում է մանկուկ, մանուկներ, երեխաներ գալիս։ Ասում է նրանց մեկացավ նրանց հետ մասնակից լինել, այսինքն ունենալ են ամեն ինչ որ նրանք ունեին, խոսքը գնում է կառուցվածքի, էության մասին, ոչ թե գործերի մասին։ Ինչպիսի մարդ նրանք էին, ամբողջական, լիարժեք, ինչ որ կար իրանց մեջ։ Այդպիսի մարդ ասում է ինքը դարավ, որպիսի դրանց փրկի սատանայի բանից, այդ իշխանությունից դուրս հանի։ Ավելի շարունակության մեջ նաև էս ասում, նա բոլորովին նմանվեց նրան։ Ումը վերևում ասում է Աբրահամի սերունդին ձեռք մեկնեց, ոչ թե հրեշտակներին։ Այսինքն
ոչ թե հեշտակներին էր փրկում, ոչ ձեռք մեկնել նշանակում է ձեռք տալ, նշանակում է ձեռք մեկնել, օգնություն անել։ Ոչ թե նա հեշտակներին օգնեց, հեշտակներին եկավ որ փրկի, եկավ որ մարդուն փրկի։ Ասում է ում որ եկավ որ փրկի, դրանց համար ասում է նրանց բոլորովին նման եղավ, բոլորովին։ Այսինքն ինչ որ նրանց էր, նրանք որպես մարդ ներկայանում էին, այնպեսին ինքը դարավ։ Այսինքն փրկություն կարիք ունեցող մարդուն նման եղավ։ Մարդ, որը իր մեջ կրում էր արդեն ադամական, մեղանչական բնույթը, եւ ինքը հենց այդպեսին եղավ նաեւ։ Նրանց նման մարմին ունեցավ ֆիզիկական, նրանց նման բնույթ ունեցավ։ Ասում է բոլորովին նման, բոլորովին մեկ, բոլորովին մասնակից, այսինքն հաղորդ, նույն բանի մասնակցող, նույն բանը ունեցող, նույն բանը կրող։ Եվ հետաբար մենք չենք կարող ասենք, որ առաջին չմեղանչած Ադամին նման էր ինքը։ Դες բան չկա, որտեվ առաջի չմեղանչած Ադամը լրիվ հակառակ պատկեր ուներ ստեղ փրկություն կարիք ունեցողներին, լրիվ հակառակ, նոր նկարագրեցինք։ Փրկությունը կամ Աբրահամի սերունդին, որ ասում է նրան ձեռք մեկնեց, այսինքն ծնվածներ մարդկանցից։ Եվ մեկ բան էլ կուզեմ ներկայացնեմ ու կավարտեմ։ Իհարկե շատ բան կա, որ կարանք այս նույն թեման տարբեր համարներով ու ասենց ասած մտքերով ներկայացնել, ապացույց, որ Հիսուս Քրիստոսը ունեցել է մարդկային այն մեղանչական բնությունը եւ այս մահկանացու մարմինը, որ մենք ունենք, փրկվողներս։ Բայց տարբերությունը սա է, որ նա աստվածային հոգով, եղբայրն էլ կարդաց, իրեն պահեց հավասարակշռված։ Այս մեղանչական բնույթը նախ չի կարող արդարությունը գործել, Սուրբ Գիրքը ասում է, երկրորդ չի ուզում գործի, երրորդն էլ եթե դու լսեցիր դրան, անպայման գնում ես մեղքի, որտեղ ինքը մեղք արտադրող գործարանն է քո միջի։ Բայց Հիսուսը դրան սանձած սաստած պահեց իր աստվածային զորությունով, աստվածային հոգով, որ հանկարծ մարդկային կարողությունով որևէ մի բան չկատարի, այլ իր աստվածային կողմով։ Եվ այսպիսի մի համար էլ հիշեցնեմ Փիլիպպեցիների թղթից 2-րդ գլուխ 6-ից 11-ը նորից նկարագրում է ու ներկայացնում է Հիսուսին, ով էր ինքը, խոսում է նրա Աստված լինելու, հետո խոսում է նրա իջնելու, խոնարհվելու, մարդ դառնալու մասին։ Այսպես է ասում։ Ասում է, որ Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իրանց ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, կերպարանքով մարդի պես գտնվելով, իրեն խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ հիմա եւ այն էլ խաչի մահ։ Նրա համար Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է։ Այսքան ավելի չեմ ուզում կարդամ, ներկայացվեց, որ Հիսուս Քրիստոսը գրված է Աստծո պատկերումն էր։ Աստծո կերպարանքում էր, կներեք, կերպարանքում էր։ Բայց ինքը հափշտակություն չհամարեց իր Աստծուն հավասար լինել, այսինքն ի՞նչ է դա նշանակում։ Ինքը չտարվեց դրանով, եթե ես Աստծուն հավասար մեկն եմ, լիարժեք Աստված ամեն ինչով, ապա ես խի պետք է այդքան այդքան խոնարհվեմ, խի պետք է այդքան իջնեմ ցածրանամ, խի պետք է կորցնեմ իմ աստվածային դիրքը, որտեղ ինքը իր դիրքը կորցրեց, փառավոր դիրքը կորցրեց։ Եթե Աստված տիրում է, ղեկավարում է, հրամայում է, ամեն ինչի վրա ոնց որ իշխան է, ինքը չեկավ իշխանի նման, այստեղ ասում է ինչ դառավ, ծառա։ Բայց նա հոժարվեց, այսինքն չտարվեց, չհափշտակվեց դրանով, իր այդ դիրքով, հոժարվեց անգամ այդ դիրքը կորցնի, մենակ մեր համար փրկություն լինի, մենակ Հոր Աստծո կամքը կատարի։ Խոսել ենք անգամ, քանի որ դա բարի էր մարդկության համար, որ բարին իմանա ու չկատարի ինչա, մեղք է, պիտի նա գար։ Գիտեր դա է բարին։ Բայց այստեղ ինչ է ներկայացնում, կերպարանք բառը Աստծուն, նրա Աստված լինելուն է, Աստված լինելն է նկարագրում, Աստծո կերպարանքում լինելով, այսինքն լիարժեք ամբողջական Աստված, այսինքն դաժե անգամ բացատրությունը կա մեջը, Աստծուն հավասար լինելը։ Աստծո կերպարանք շարքում է հավասար լինել Աստծուն, Հորը, Սուրբ Հոգուն, այստեղ խոսում է նրա ամեն բնութագրերի ու կարողության մասին։ Բան չկա, որ ինքը պակաս էր աստվածային անձերից որևէ մեկից, կարողություն լիներ, զորություն լիներ եւ այլն։
Այսինքն կերպարանք էդ է նշանակում լիարժեք, ամբողջական Աստված, կատարյալ Աստված։ Շարունակության մեջ կերպարանք բառը օգտագործում է մարդու համար, այլ իրան զունայնացրեց, նախ ասում է ծառայի կերպարանք առնելով բութա դրած, մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պես գտնվելով։ Այսինքն այստեղ ներկայացնում է, որ եթե ինքը կերպարանքով Աստված էր, կերպարանքով մարդ եղավ։ Այսինքն եթե կատարյալ Աստված էր, կերպարանք բառը դա էր, չէ՞, նշանակում Աստծուն հավասար Աստված, կատարյալ մարդ եղավ, այսինքն ամբողջական մարդ, ոչ մի բանով պակաս չէր մարդկային մի որևէ մի բան իր մեջ պակաս գտնվեր, ասես կարելի ասել։ Բայց ինչ է ներկայացնում, ուշադրեք, կարան ստեղ ասենք հակառակվողներ ասեն, հա Ադամն էլ էր սկզբնական, որ դեռ չէր մեղան, չէ, սկզբնական ստեղծվածը։ Էն էլ էր կատարյալ մարդ, կարող է կատարյալ մարդ չէր, կարող է ամբողջական մարդ չէր, հակառակ հենց առաջի մարդը ինքն էր, մարդկանց սկիզբը։ Այդ դեպքում ո՞նց է երևում, որ ստեղ Հիսուսը ոչ թե այդ առաջի Ադամի նման մարդ էր, այլ մեղանչած արդեն ադամականների նման էր։ Տեսեք, որ ո՞նց է երևում։ Այստեղ ասում է, որ իր անձը ինչ արեց, ունայնացրեց։ Ունայնացնել ինչ է նշանակում։ Լավ, ասենց ասեմ, ունայն ինչ է նշանակում։ Դատարկ, փուչ։ Ասենց ասես անպետք, ինչ որ ձև, ոչ պիտանի, ոչ օգտավետ, ոչ արդյունավետ։ Տեղ կա Սուրբ Գիրքը ասում է, ով դարտակ մարդ, դատարկ մարդ, փուչ մարդ, ունայն, կամ ասում է, ունայն բաներով պարծեցող մարդ։ Այդ ունայնությունը նշանակում է փուչ, դատարկ, անարժեք, չէ՞։ Շայցուն դարձեք, ասում է, Հիսուսը իր անձը, երբ որ մարդացավ, այտենց մարդացավ, այտենց մարդ դարձավ, ունայնացնելով։ Այսինքն նա մի մարդ էր, որին բնութագրված Սուրբ Գիրքը ունայնացավ, ունայն։ Այսինքն եթե մենք օրինակի համար նայենք երկու վիճակը, Ադամ սկզբնական եւ հետո մեղանչած։ Այս սկզբնական Ադամը չես կարող ասես դատարկ մարդ էր։ Ոչ մի նորմալ գործ չէր կարող աներ, ոչ մի արդար գործ չէր կարող աներ, ոչ մի բարի բան չէր կարող աներ, ոչ մի ասած ասած իմաստություն ճիշտ հասկանալու չկար իր մեջ հնարավորություն, չես կարող ասես, որտեղ նոր բնթակ տեսանք, որ լիքը բաներով ինքը արդարություն էլ կարող անել, բարի, այսինքն Ադամին ասես է սկզբնական Ադամին, որ դեռ չեն ասես ունայնություն ունի, ունայնա չես կարող ասես։ Բայց երբ որ հարցը հասնում է մեղանչած մարդուն, մեղ գործած մարդուն, մեղքի բնությունով, մեղքի վիճակով, Սուրբ Գիրքը ասում է ունայն մարդ։ Ոչ մի բան իր մեջ, ասենց ասած, մի օգուտ արդյունավետություն չունի, լրիվ վատը, սխալը, անկարող ճշմարտության, արդարության, բարության, իրոք ունայնությունը, ճիշտ է, նայեք, մարդիկ ապրում են, գործում են, սենց են անում, բայց այն արդարության, իրավունքի, բարության չափանիշներին հենց հասնում է, որ կշռես, դեն մեզ դատարկ են։ Ոչ բարություն ունեն, ոչ արդարություն ունեն, ոչ ճշմարտություն ունեն։ Ունայն իրոք, անպետք, անպիտան, Աստծո համար անպիտան, արդարության համար անպիտան։ Եվ Հիսուսը որպես մարդ, ասում է, ունայնացրեց իր անձը։ Այսինքն մենք չենք կարող ասենք ինքը նմանվեց այն առաջի Ադամին։ Առաջի Ադամը, նորից եմ ասում, նկատի ունեմ չմեղանչած է, ինքը ունայն չէր։ Լիքը, ասենց ասած, շատ քիչ է նկարագրված ինչ-որ բաներ, բայց Սուրբ Գիրքը ասում է, նա շատ տեղին, արդյունավետ, ճիշտ, ոնց ասած, գնահատված, գործեր արեց, մտքեր ուներ, գաղափարներ ուներ։ Բայց մեղանչած մարդու համար, ասում է, մտքով խավարած, իրանց միտքն էլ աննորմալ, իրանց գործն էլ աննորմալ, իրանց կյանքն էլ աննորմալ, ասումուց զրո, ոչ մի գնահատական, կշիռ չունեցող կյանքով ապրող, դատարկ, օրերը, ասենց ասած, անցկացնում են մինչև կկորչեն, եթե Աստված ողորմություն նրանց չանես։ Ունայնություն, ունայնության մարդկային կյանքը, մեղավոր մարդու կյանքը, մեղանչական ավելի ճիշտ բնույթով ապրող մարդու կյանքը։ Եվ Հիսուսի համար ասում է, ինքը ունայնացավ, այդ մարդը դառավ։ Ոչ թե միայն մարդկային կերպարանք առավ, այդ ունայն մարդու կերպարանք առավ։ Լիարժեք ինչ որ կա ունայն մարդու հետ կապված։ Բացի գործերից իհարկե, որտեղ ինքը այդ մարդկային, ինչպես ասեցի, բանով բնությունով չառաջնորդվեց։ Նա աստվածային բնությունով գործեց եւ մարդկայինով եթե գործեր, այդ ունայն մի հատ գործ կաներ ու մեղավոր կհամարվեր։ Անպտուղ, անօգուտ։ Եվ դրա համար ուշադրություն դարձեք, որ Աստված
Ոչ թե մարդուն վերափոխում է, ասենց էլի նորոգում է։ Եղածը կարծես թե նորոգել ես արշանակում, եղածը դու վերցնում ես, սարքում ես, ինչ-որ ծռացա, ջարդացա, փշրացա, վատնա, չէ, տենց չարեց Աստված։ Աստված մարդուն խաչ Քրիստոսի միջոցով խաչով անցկացնում, վերջա դնում այդ հին մարդուն, այդ վատ մարդուն, հարությունով նոր մարդ է սարքում։ Աստուն հնից ոչինչ պետք չէ, որտեվ հնի մեջ բարի բան չկա, ամեն ինչ ունայն է, դատար կա, փուչ է, անպտուղ է, անօգուտ է։ Եվ Հիսուսի համար ասում է ունայն կերպարանք առա, մարդկային կերպարանքը ունայն կերպարանք էր։ Այսինքն սա էլ նորից ցույց է տալիս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը այն մեղավոր մարդը, որ մեղքի բնություն ունի, մարդը ադամական ավելի ճիշտ, որ ծնունդով մեղքի բնություն եւ այդ մեղքի բնությունը իրան մեղանչական բնություն տանում է մեղանչելու, հենց այդպիսի բնությունով, այդպիսի մարմնով եղավ։ Բայց ի տարբերություն բոլորիս, նորից պիտի կրկնեմ, որտեղ շատերը չարաշահում են իրանց անգրագիտությունով մեր խոսքերը վերցնում փոխում են, մենք ասում ենք Հիսուսը ամեն բանում փորձվեց մեր նման, թեկուզ լինելով մեր նման մարդ, բայց նաև Աստված էր, Աստվածային հոգով ինքը իրեն սուրբ պահեց, հավասարակշռված պահեց, երբեք մեղ չգործեց եւ որպես արդար արժանի դառավ մեղավորների համար կյանք դնելու։ Պարկ չունեցողը կարա պարկ ունեցողի բաները, պարտքերը փակի։ Բայց նա այսպիսի մարդ էր, Հիսուս Քրիստոս մարդ։ Աստված օրհնի, աղոթք անենք։